Ողջույն ընկերներ, ուրախ ենք կրկին հանդես գալ միայն Սուրբ Գիրք հաղորդման շրջանակներում, որի ընթացքում մենք անդրադառնում ենք տարբեր թեմաների։ Եվ այդ թեմաների շրջանակներում մենք փորձում ենք գտնել աստվածաշնչյան պատասխաններ։ Եվ այսօրվա թեման, որի շուրջ խոսելու ենք, շատ ակտուալ է։ Խոսելու ենք էվոլյուցիայի մասին։ Եվ համոզված եմ, որ ձեզանից շատերը այս տեսությանը առնչվել են դեռևս դպրոցական ժամանակներից եւ համալսարաններում սովորելու տարիներին եւ համոզված եմ, որ ձեզանից շատերի մոտ հարցեր է առաջացել. արդյոք դուք կարող եք վստահել էվոլյուցիոն տեսությանը, արդյոք դա ճշմարտություն է, եւ այս հաղորդման շրջանակներում մենք կփորձենք պատասխանել շատ հարցերի կապված էվոլյուցիոն տեսության հետ։ Եվ այդ հարցերին կօգնի պատասխաներ գտնել Ռուստամ Դավթյանը։ Ողջույն Ռուստամ եղբայր։ Ողջունում եմ։ Ինչպե՞ս եք։ Լավ, փառք Աստծուն, իսկ դուք։ Փառք Աստծո։ Ուրախ ենք ձեզ նորից հյուրընկալել մեր հաղորդման շրջանակներում եւ համոզված եմ, որ այս թեմայի շուրջ այսօր շատ հիանալի խոսակցություն կունենանք, շատ հիանալի քննարկում կունենանք եւ համոզված եմ, որ ուղղընտիրները շատ հարցերի պատասխաններ կունենան։ Եվ եթե դեմ չեք, միանգամից գանք մեր թեմային եւ առաջի հարցը հենց այսպես կլինի. Ինչ է էվոլյուցիան։ Էվոլյուցիան բնական ուժերի փոխազդեցությունն է բնության մեջ, բայց քանի որ մենք ցանկանում ենք, որ դիտողներին ավելի պարզ լինի եւ հասկանալի լինի, փորձեմ այս ամենը ավելի ներկայացնել բնության մեջ հանդիպող յուրաքանչյուր երկու բան իրար վրա ունենում են ազդեցություններ։ Օրինակ բնակլիմայական պայմանները ունենում են ազդեցություններ թե բույսերի, թե կենդանիների վրա, երբ որ ինչ որ մի վայրում կենդանին կեր է հայթայթում, այդ տեղանքը ազդում է իր կառուցվածքի վրա եւ սրանք կոչվում են էվոլյուցիոն փոփոխություններ, որ տեղի է ունենում։ Էվոլյուցիայի մեջ կա մի քանի ուղղություն, կա միկրոէվոլյուցիա եւ մակրոէվոլյուցիա։ Միկրոէվոլյուցիան տեսակի մեջ փոքր փոփոխություններն է, որի ականատեսը մենք լինում ենք եւ տեսնում ենք, օրինակ ինչպես է բնակլիմայական պայմաններից մարդկային մաշկի գույնը փոխվում, չէ՞, ավելի տաք վայրերում ապրող մարդկանց մաշկի գույնը ավելի մուգ է, ավելի սառը գոտիներում ապրող մարդկանց մաշկի գույնը ավելի բաց է, աչքերի գույնը, նույնիսկ քթի ձևը իրենց շնչառությունից փոփոխվում է, հասակը, աչքերի ձևը, օրինակ տեսնում ենք, որ Ասիայի ապրողների մոտ աչքերը ավելի բարակ են, չէ՞, այսինքն բնակլիմայական պայմանները ազդում են եւ այդ ազդեցությունը մենք տեսնում ենք, այսինքն դա միկրոէվոլյուցիան է, փոքր փոփոխություններն են, որոնց ականատեսը մենք լինում ենք։ Բայց կա մակրոէվոլյուցիա, որի մասին այսօր ավելի շատ խոսելու ենք եւ որին մենք կողմ չենք, դա տեսակներից նոր տեսակների առաջացումն է եւ հենց երբ որ ներկայացվում է էվոլյուցիան որպես աշխարհի սկիզբ, ի հայտ գալու կերպ, հենց շեշտադրումը մակրոէվոլյուցիայի վրա է, ոչ թե միկրոէվոլյուցիայի։ Դրա համար մենք ընդունում ենք միկրոէվոլյուցիան, որը ականատեսն ենք ամեն օր, բայց մակրոէվոլյուցիան չենք ընդունում։ Եվ դրա մասին ավելի մանրամասն այսօր կխոսենք։ Շնորհակալություն, շատ սպառիչ պատասխան էր իրականում։ Շատ լավ, ով է էվոլյուցիոն տեսության հեղինակը եւ ինչն է պատճառ հանդիսացել, որ այս տեսությունը առաջ է եկել։ Էվոլյուցիոն տեսության հեղինակը Չարլզ Դարվինն է, ով ապրել է 19-րդ դարում եւ նրա էվոլյուցիոն տեսությունը առաջ քաշելու պատճառը եղել է նրա աստվածաբանական հայացքները։ Նախ, երբ որ մենք այսօր ծանոթանում ենք էվոլյուցիային,
եւ տեսնում ենք, թե ովքեր են էվոլյուցիային հավատացող մարդիկ, հիմնական մենք այդ մարդկանց կոչում ենք աթեիստներ, ովքեր Աստծո գոյությանը չեն հավատում, բայց հնարավոր է շատերի համար այսօր բացահայտում լինի, որ Չարլզ Դարվինը չի եղել աթեիստ, այլ ինքը եղել է ագնոստիկ, ով հավատացել է, որ չկա ապացույց, որ Աստված գոյություն ունի, չես կարող ապացուցել, որ Աստված գոյություն ունի եւ չես էլ կարող ապացուցել, որ Աստված գոյություն չունի։ Այսինքն այսօր այդ մտածողությունը շատ տարածված է, որ անհնար է ապացուցել գոյություն ունի Աստված, թե գոյություն չունի Աստված, բայց նա նաեւ հավատք է ունեցել Աստծուն հանդեպ եւ երբ որ նա ներկայացրել է էվոլյուցիոն տեսությունը, նախ իր կյանքում դժբախտություն է տեղի ունեցել, նրա աղջիկն է մահացել եւ այս ամենը պատճառ է դարձել իր կյանքում, որ ինքը բնության հանդեպ իր հայացքները փոխի, որովհետեւ նա տեսել է բնության մեջ տեղի ունեցող չար երևույթներ եւ պատկերացրել է, որ եթե կա Աստված, այդ Աստված բարի է, կատարյալ է, սիրող, ողորմած, ինչպես կարող է այս բարի սուրբ Աստված կապ ունենալ այս չար բնության հետ, երբ որ տեսնում ես բնության մեջ, թե ինչպես են մրջյունները այլ մրջյունների աշխատացնում, տեսնում ես, թե ինչպես է ուժեղ կենդանին ուտում թույլ կենդանուն, եւ այս բոլոր իրադարձությունները, որ տեղի են ունեցել բնության մեջ, նա չի կարողացել բացատրություն գտնել, թե ինչպես կարող է Աստված հեղինակը լինել այսպիսի չար բնության, եւ դրա համար նա փորձել է իր տեսությամբ Աստծուն բաժանել արարչագործությունից, այսինքն Աստված գոյություն ունի, նա արարչագործությունից դուրս մեկն է, այսինքն աշխարհը գոյություն է ունեցել էվոլյուցիայի արդյունքում, Աստված դրա հետ կապ չունի, բայց որոշ դեպքերում նա միջամտում է իր բարի գործերով աշխարհի մեջ, բայց իր գոյության մեջ ինքը մասնակցություն չի ունեցել եւ հիմնականում այս գաղափարները ծնվել են իրենց մոտ նրա արդյունքում, որ իրենք լավ ծանոթ չեն եղել Աստծո խոսքին եւ որքան էլ որ ասում է, որ նա կրոնական ուսում է նույնիսկ ունեցել, ես վստահ եմ, եթե Աստծո խոսքը նա շատ լավ ուսումնասիրած լիներ, երբեք նման հայացք չեր ունենա, քանի որ Աստվածաշունչը ներկայացնում է, որ Աստված բնությունը այսպիսին չի ստեղծել։ Աստված բնությունը ստեղծել է բարի եւ կատարյալ։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչի արդյունքում ամեն ինչ փոխվեց, երբ որ մարդը մեղանչեց։ Երբ որ մարդը մեղանչեց, Աստված ասեց, որ փուշ ու տատասկ բուսնի, եւ մարդը իր քրտինքով իր հացը վաստակի, ցավ ու տառապանք լինի, չէ՞, կինը ցավով զավակ ծնի, եւ այս բոլորը մեղքի հետևանքով մտավ աշխարհ։ Բայց Աստված այդպիսին չէր ստեղծել։ Եվ դրա համար այս բոլոր չար բաների հեղինակը ոչ թե Աստված է, այլ մարդն է, բայց այս գաղափարը, քանի որ իրենց համար այդքան էլ հասանելի չէր, նա առաջ է քաշում էվոլյուցիոն տեսությունը եւ փորձում է բացատրություն տալ, ավելի շատ սա կոչվում է ոչ թե անհավատություն իր կատարածը, այլ Աստված արդարացում, ինքը փորձում է Աստծուն արդարացնել, բայց կարծում եմ, որ Աստված արդարանալու կարիք չունի, որովհետև ինքը կատարյալ է եւ ով փորձում է նման կերպ մոտենալ Աստծուն, չի կարող առողջ ուսմունքի հեղինակ լինել։ Դուք շեշտեցիք, որ Դարվինից հետո, ովքեր որ ցանկանում են մերժել այն գաղափարը, որ Աստված է ստեղծել այս ամեն ինչը, կոչվում են աթեիստներ։ Այսինքն մարդիկ, ովքեր չեն հավատում Աստծո գոյությանը, որ Աստված է ստեղծել տիեզերքը, որ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով եւ նմանությամբ, ապա միջև Դարվինը
Ինչպես են մարդիկ հավատացել այդ ամեն ինչին, գիտական աշխարհը, փիլիսոփաներ, ինչպիսի կարծիք են ունեցել, ինչպիսի հայացք են ունեցել աշխարհի ստեղծման մասին կամ մարդու երկրի վրա ի հայտ գալու մասին, ինչպես են իրանք հավատացել։ Տեսեք, երբ որ ասում ենք մարդիկ, մենք պետք է միշտ հասկանանք, որ եղել են տարակարծություններ, այսինքն բոլորը միշտ նույն բանին չեն հավատացել։ Օրինակ, երբ որ կարդում ենք Աստվածաշնչի մեջ, իմաստության գրքերում, կարծեմ Սաղմոսներում կամ Առակաց գրքում, ասվում է, որ անօրենը իր սրտում ասեց, որ Աստված չկա։ Այսինքն Աստծո չլինելու գաղափարը դեռ շատ վաղուց դարեր առաջ կային եւ փիլիսոփաներ այս մասին խոսում էին, բայց քրիստոնեությունը, քանի որ լայն տարածում ունեցավ աշխարհի մեջ եւ տվեց հարցերի պատասխաններ, որոնք մինչև քրիստոնեությունը չկային, այդ հարցերի պատասխանները, այդ աթեիստական գաղափարները ավելի ճնշվեցին, բայց եկավ մի դարաշրջան, որտեղ այդ ամեն ինչը սկսվեց եւ ամենաշատ այդ թափը հավաքեց այն ժամանակ, երբ որ Նյուտոնի ձգողականության տեսությունը ի հայտ եկավ, կասեք դա ինչ կապ ունի, չէ՞, այս ամենի հետ, բայց տեսեք, մինչև Նյուտոնի ձգողականության տեսության բացահայտումը, մարդիկ կարծում էին, որ աշխարհի վրա կյանքը դա հրաշքի արդյունք է, որ մենք ապրում ենք երկրագնդի վրա, բայց չենք ընկնում տիեզերք։ Երբ որ ձգողական տեսությունը բացահայտեց Նյուտոնը, իրենք հասկացան ու ասեցին, լավ, դե եթե բացատրություն կա այս ամեն ինչին, եթե գիտությունը կարողանում է այսքան հարցերի պատասխան տալ, ուրեմն կարող ենք մենք Աստծուն էլ չհավատանք, այսպես կամաց-կամաց սկսեց թափ հավաքել եւ հետո արդեն եկավ Դարվինի շրջանում, երբ որ էվոլյուցիոն տեսությունը առաջ եկավ, ավելի ոնց որ մանրակրկիտ բացատրություն աշխարհի սկզբի վերաբերյալ, շատ մարդիկ հետևեցին դրան։ Մինչև այդ միշտ եղել են այդ տարբեր գաղափարախոսությունները, բայց քանի որ քրիստոնեությունը միշտ կրթության մեջ ու մեծ դեր է ունեցել, ավելի շատ տարածված էր աստվածաբանական գաղափարը աշխարհի գոյության, որ Աստված է ստեղծել, մարդիկ ավելի հակված էին դրան հավատալ։ Շատ լավ, արդյոք հիմա տրամաբանական է, մենք ներկա պահին 21-րդ դարում ապրող մարդիկս, արդյոք տրամաբանական է հավատալ, որ իրականում գոյություն ունի այդ էվոլյուցիոն տեսությունը։ Գիտեք, էվոլյուցիային հավատալու համար ավելի մեծ հավատք է պետք, քան Աստծո խոսքին։ Ես երբեմն կատակով ասում եմ, որ հավատացյալները այդքան հավատացյալ չեն, որ էվոլյուցիային հավատան, եւ իրոք դա այդպես է, երբ որ մի փոքր շատ ուսումնասիրում ես, էվոլյուցիան իր մեջ ավելի շատ ունի փիլիսոփայություն, քան թե ապացույցներ։ Իհարկե խոսում եմ մակրոէվոլյուցիայի մասին, որովհետև միկրոէվոլյուցիան ապացուցված է։ Մենք տեսնում ենք փաստերով, բայց մակրոէվոլյուցիան կառուցված է ավելի շատ փիլիսոփայական գաղափարների վրա, այլ ոչ թե ապացույցների վրա։ Եվ գիտեք, ֆիզիկայի մեջ ընդհանրապես գոյություն ունի երկու ուղղություն, ապացուցված գիտությունը, որը դու ձգողականության տեսությունը, հարաբերականության տեսությունը եւ այսպես կարող ենք շարունակել փոխազդեցությունները, իներցիայի օրենքը, իսկ գոյություն ունի նաեւ մետաֆիզիկա, որը չապացուցված գիտություն է։ Այսինքն ինքը ավելի շատ կառուցված է վարկածների վրա, ոչ թե ապացույցների վրա։ Ամբողջ մակրոէվոլյուցիան կառուցված է մետաֆիզիկայի հիմքի վրա։ Բոլորը ենթադրություններ են, ապացույցներ չունեն։ Ոչ մի ապացույց չկա։ Եվ շատ տեղերում հենց փակուղիներ են առաջանում, երբ որ գնում ես, բայց դե ամեն կերպ իրենք փորձում են պատասխաններ տալ եւ ասում են
երբ որ ինչ որ միտեղ իրենք փակուղի են մտնում, ինչ որ ասում են, ուրեմն այսպես է եղել։ Այսինքն փորձում են թեման այլ կողմ տանել եւ պատասխաններ տալ։ Եվ դու հասկանում ես, որ հիմքը ոչ թե ապացույցն է, այլ ուղղակի փիլիսոփայությունը, իրենց կարծիքը։ Շատ լավ։ Եկեք անցնենք մյուս հարցին։ Շատ հաճախ աթեիստների շրջանում հենց այս մեծ վարկածն են բերում, որպեսզի արժեզրկեն Աստծո միջամտությունը արարչագործության մեջ, մեծ պայթյունի գաղափարախոսությունը եւ ցանկանում են գողանալ Աստծոց ամենամեծ տիտղոսը, որը որ Աստծուն է պատկանում, որն է, որ նա արարիչ է, նա է արարել, ինչպես օրինակ Աստվածաշնչում խոսում է դրա մասին, որ երկինքները պատմում են Աստծո փառքը, կամ մարդը ուղղակի նայելով ստեղծագործությանը կարա այս անխափան ապացույցը ունենա, որ սա ուղղակի չի ստեղծվել ինքն իրեն, այլ պատահականության արդյունքում, այլ ստեղծվել է արարչի կողմից։ Ինչ է իր մեջ ներառում, հա, այս մեծ պայթյունի գաղափարը կամ մեծ պայթյուն եղել է։ Ինչ ասենք մեր աթեիստ ընկերներին։ Իրականում տեսեք, երկու մոտեցում ցույց տանք, քանի որ կա թե փիլիսոփայական մոտեցում այս հարցին, եւ թե կա ֆիզիկայի գիտության կողմից։ Փիլիսոփայական կողմը, որը կուզեմ դրա մասին այսօր խոսել, կհիշատակեմ Ջորջ Բերկլիին, ով ապրել է 18-րդ դարում, եւ նա խոսել է այն մասին, որ յուրաքանչյուր բան, որը գոյություն ունի, դրանից առաջ ինչ-որ մեկը մտածել է այդ մասին։ Այսինքն գոյություն է ունեցել միտքը եւ այդ մտքից է ծնվել այդ առարկան։ Տեսեք, օրինակ մենք այսօր նստած ենք սեղանի շուրջ, չէ՞։ Սեղանը ինչ-որ մեկի մտահղացումն է։ Եթե չլիներ այդ առաջին միտքը, մենք այսօր սեղան չէինք ունենա։ Եվ ինքը գնում է այն ամենին, որ այս աշխարհը, որ այսքան գեղեցիկ, չէ, հաշվարկված է։ Մենք խոսեցինք մի հասարակ պրակտիկ սեղանի մասին, որ կարող է 10 տարեկան երեխայի ձեռքը մուրճը եւ մեխը տաս եւ ինքը կարողանա կառուցի այս սեղանը։ Բայց մենք խոսում ենք մի հատ բարդ կառուցվածքի մասին, որը տիեզերքն է, արեգակնային համակարգը, մեր մոլորակը, մարդկային օրգանիզմը, չէ, եւ ինչպես կարող է այսպիսի բարդ գոյության ինչ-որ բանը չունենա մի պատճառ եւ միայն Աստված կարող է լինել այդ մտքի հեղինակը, որի հետևանքով գոյություն ունի տիեզերքը եւ դրա համար ցանկացած բան, որը գոյություն ունի, նախապես ինչ-որ մեկը դրա մասին մտածել է։ Մարդը չէր կարող մտածած լինել, որովհետև մարդն էլ հենց այդ արարչագործության մի մասնիկն է։ Հետևաբար կա Աստված, նա մտածել է եւ այդ մտածողության արդյունքում գոյություն ունի այն, ինչ որ այսօր ունի։ Բացի դրանից կա նաեւ գիտական կողմը, որը ֆիզիկայի օրենքներին հակասում է էվոլյուցիայի այդ մեծ պայթյունի տեսությունը, որովհետև տեսեք, նախ վերցնենք սրանից, որ ինչ է պայթյունը։ Պայթյունը մոլեկուլային քաոսային շարժումն է։ Երբ որ մոլեկուլները ունենում են քաոսային շարժում, եւ այս անկանոն շարժումից ոչ թե ինչ որ նոր բան ի հայտ է գալիս, այլ ոչնչանում է եղածը։ Այսինքն պայթյունը ոչ թե նոր բան առաջ բերելու համար է, այլ եղածը ոչնչացնելու։ Մենք չենք կարող տեսնել պայթյուն, որի հետևանքով մի նոր լավ բան լինի, այլ հակառակը պայթյունը միշտ ունենում է իր բացասական ազդեցությունը։ Դրանից բացի նաև գոյություն ունի թերմոդինամիկայի առաջին օրենքը, որը երբ որ խոսում ես այն մարդկանց հետ, ովքեր որ հավատում են էվոլյուցիային, ես չեմ ուզում ասեմ իրանք անհավատ են, որովհետև իրանք էլ հավատում են էվոլյուցիային։ Երբ որ խոսում ես այդ մարդկանց հետ,
իրենց ասում ես, եթե չկար ոչինչ, ինչպես եղավ ոչինչից պայթյուն, դե ասում են ինչ որ էներգիայի կուտակում տեղի ունեցավ եւ այդ կուտակումից պայթյուն եղավ, բայց թերմոդինամիկայի առաջին օրենքը ասում է, որ ոչինչից էներգիան չի կուտակվում եւ ոչ միտեղ չի հեռանում։ Այսինքն, եթե չկար ոչինչ, էներգիայի կուտակման աղբյուր չկար։ Շատ լավ, ճիշտն ասած, հաջորդ հարցը, որը ես ցանկանում էի տալ, մենք արդեն պատասխանը ունեցանք։ Հաջորդ հարցը այսպես էր հնչում, արդյոք գիտական փորձերով կարելի է ապացուցել մեծ պայթյունի վարկածը, սակայն տեսանք, որ գիտական այն օրենքները բնության մեջ գործող, դրանք արդեն իսկ հակասում են այս վարկածի ճշմարիտ լինելուն։ Եվ գանք մյուս հարցին։ Գոյություն ունեն հնագիտական հաշվարկներ, որ հաշվարկվում են ընդհանրենք միլիոնավոր տարիներ առաջ կամ միլիարդավոր տարիներ առաջ, արդյոք հնագիտական հաշվարկները ճիշտ են։ Հետաքրքիր հարց է եւ այսօր մարդիկ սիրում են, չէ՞, հեշտ հավատալ այն, ինչ որ հեռուստացույցով է հնչում, կամ մեզ վստահելի աղբյուրներից, ինչ որ մեզ մատուցում են, մենք ինքան հեշտությամբ ընկալում ենք դա, չէ՞։ Երբ որ կարդում ենք, տեսնում ենք, որ դպրոցներում է գրքերի մեջ այդ ամեն ինչի մասին գրված, համալսարաններում, բայց տեսեք, այդ բոլոր բաները, որոնք գրված են, իրենք բացարձակ չեն։ Օրինակ, ինչ որ քաղաքների ուսումնասիրություն, որ կատարել են, տարբեր կարծիքներ կան, որ թե որ թվականին է այդ քաղաքը, որ արդեն կործանվել է, գոյություն ունեցել եւ տեսեք այդ տարբեր կարծիքները, որ նայում ես, մոտավորապես 400 տարվա տարբերություն ունի։ Այսինքն իրենք հստակ չեն կարողանում ասել, թե երբ է դա գոյություն ունեցել եւ դա մի քաղաք է, որը գոյություն է ունեցել մոտ 2500 տարի առաջ։ Ինչպես մենք կարող ենք ասել, որ այս բանը չենք կարողանում հստակ որոշել, այդ 400 տարի տարբերությամբ ենք որոշում եւ ասենք, որ օրինակ այս դինոզավրի ոսկորները 200 միլիոն տարվա են։ Այսինքն ինձ թվում է, որ սա ավելի շատ հեքիաթի է նման եւ նաեւ տեսեք այսպիսի բան կա, յուրաքանչյուր գտածո իր վրա ունեցել է բնական ազդեցություններ, որի արդյունքում ինքը քայքայման է ենթարկվել։ Օրինակ, երբ որ մենք վերցնում ենք ինչ-որ գտածո, վերցնենք ոսկորները եւ տեսնենք 100 տարվա ընթացքում, թե այդ ոսկորները ինչ քայքայման են ենթարկվում։ Եթե իրան դնես անոթ տարածության մեջ, իր վրա ազդեցությունը այլ կլինի։ Եթե ինքը գտնվում է մի վայրում, որտեղ կա թթվածին, իր վրա ազդեցությունը այլ է, խոնավ վայրում այլ է, ցուրտ պայմաններում այլ է, շոկ պայմաններում այլ է, արևի անմիջական հենց ճառագայթների տակ այլ է։ Այսինքն շատ կապված է այդ բնակլիմայական պայմանները։ Իսկ մենք ո՞նց կարող ենք ասել, թե մի քանի հազար տարի առաջ, ոչ մի քանի միլիոն, այլ մի քանի հազար տարի առաջ ինչ կլիմայական փոփոխություններ են եղել, թե որ տարին է տաք եղել, որ տարին է ավելի ցուրտ եղել, այսինքն այս բոլորը մենք չենք կարող հստակ իմանալ, հետեւաբար այդ հաշվարկները երբեք չեն կարող ճշգրիտ լինել եւ այս բոլորը ուղղակի ենթադրությունների արդյունքներ են։ Հա, ավելի հին է, քան մեկ այլ գտածո, բայց նույնիսկ այս դեպքում չես կարող հստակ ասել, որովհետև կարող է այս պայմաններում սրա վրա այդ բնական ազդեցությունները ավելի շատ են եղել, ինքը ավելի շատ է քայքայման ենթարկվել, քան այս մեկը։ Եվ իսկապես, եթե ուշադրություն դարձնենք այսօր հեռուստատեսությամբ, մեդիա դաշտով, մեզ այնքան կեղծ եւ սուտ ինֆորմացիա է տարա եւ ցավալին այն է, որ մարդկանց մեծամասնությունը ուղղակի ականջ են դնում եւ մեծամասնությունն էլ սկսում են հետևորդները դառնալ այդ գաղափարների։ Եվ այլ ավելի վիճակը բարդանում է այն ժամանակ, երբ որ
նրանք ովքեր գիտությունը առած իրենց բերանը, գիտությունը այսպես է ասում, այնպես է ասում, կարծես թե փորձում են համոզիչ ապացույցներ մեր առջև մատուցեն, որ իսկապես դա այդպես է եղել։ Եվ մյուս հարցը գիտական աշխարհի հետ է կապված, ինչու են գիտնականները հակված պաշտպանելու էվոլյուցիոն տեսությունը։ Որովհետև իրենց վճարում են դրա համար։ Եվ այսօր տեսեք ցանկացած բանի համար, երբ որ դու գումար ես տալիս, դու ակնկալում ես իրենցից նոր ինչ-որ բացահայտում, չէ՞։ Պատկերացրու ինչ-որ գիտական կազմակերպության համալսարանի ֆինանսավորում են եւ 10 տարի, 20 տարի նոր բացահայտումներ չկան, նոր ձեռքբերումներ չկան։ Այդ մարդիկ կշարունակեն իրենց ֆինանսավորել։ Իհարկե ոչ։ Այսինքն շատ դեպքերում գիտնականները խոսում են բաների մասին, որոնք անհնար է ապացուցել, չէ՞, ասում են օրինակ, եթե այսքան լույսի արագությամբ գնաս 300 տարի կհասնես այս մոլորակին, այս ինչ բանը կլինի, տեսեք, մենք չգիտենք այդ տարածության մեջ ինչ ազդեցություններ գոյություն ունեն։ Օրինակ մենք գիտենք, որ տիեզերքում ջերմաստիճանը փոփոխվում է։ Տեսեք երկրի վրա, երբ որ ջրի մեջ ինչ որ առարկա գնում է, իր վրա ազդեցությունները այլ են։ Երբ որ ցամաքի վրա շփման մեջ է գնում, ազդեցությունը այլ է։ Երբ որ օդի մեջ այլ դիմադրություն կա, երբ որ տիեզերքում անոտ տարածությունում է գնում, այլ դիմադրություն է, բայց մենք այդ գալակտիկաների մեջ, որ փոփոխության է գնում, մենք չգիտենք այնտեղ մեզ ինչ է սպասվում։ Մենք երբեք մեր գալակտիկայից դուրս չենք եկել։ Մենք չգիտենք, եթե մենք դուրս գանք այս գալակտիկայից, գնանք այլ գալակտիկա, մեզ այնտեղ ինչ է սպասվում։ Մենք կարող ենք նույն ձևով ընթանալ այդ գալակտիկայում, ինչ որ մենք ընթանում ենք այս գալակտիկայում։ Այսինքն սրանք բաներ են, որոնք գաղափարներ են, ուղղակի խոսում են։ Ես ու դու էլ կարող ենք վերցնել գիտական մեր դիպլոմներ ձեռք բերենք, նստենք ու այսպես ասենք, գիտեք, կգնանք այստեղ, հա, նկարում են, լավ ապարատներ կան, որոնք ժամանակակից կարողանում են նկարել եւ այդ ամեն ինչը մոտիկից ցույց տալ, բայց իրականում հասնել դրանց անհնարին է։ Եվ շատ դեպքերում ուղղակի այս բոլորը մնում են ինչ որ մեր ականջները շոյելու վարկածներ։ Շատ լավ, այդ դեպքում կան քրիստոնյա գիտնականներ, ովքեր գիտեն ճշմարտությունը, որտեղ են նրանք ամբողջ այս կեղծիքի մեջ, ինչու չեն արձագանքում, կամ եթե արձագանքում են, ինչու մարդիկ այդքան չեն լսում նրանց, որտեղ են այս քրիստոնյա գիտնականները։ Տեսեք, քանի որ հիմնականում այն բոլոր գիտական հաստատությունները, որոնք զբաղվում են գիտությամբ, բացահայտումներով, հիմնված են այդ աթեիստական գաղափարախոսության վրա եւ իրենք թույլ չեն տալիս իրենց մեջ, որ քրիստոնյա գիտնականները կարողանան իրենց հակափաստարկները բերել եւ կան այսօր քրիստոնյա գիտնականներ, ովքեր որ տարբեր գրքերի հեղինակներ են եւ ես մինչեւ այս հաղորդմանը մասնակցել եմ մի քանի գրքեր կարդացել եմ քրիստոնյա գիտնականների, ովքեր որ հենց էվոլյուցիոն տեսության մասին են խոսում եւ շատ տարբեր գիտական այդ ուսումնասիրությունների մասին, աստղագիտության մասին եւ իրենք հակառակ կողմում են գտնվում։ Հետևաբար, քանի որ ընկալվում են որպես հակառակորդներ, իրենց հարթակներ չի տրվում։ Օրինակ կարդացել եմ մի գրքում, որ նույնիսկ իրենց հոդվածները շատերը փորձում են չհրապարակել, ինչի համար, որովհետև ասում են դու քրիստոնյա ես ու քրիստոնեական հայացքներով ես այդ ամեն ինչը անում։ Ցավալի է, բայց այսօր մենք հանդիպում ենք դրան, բայց փառք Աստծուն, որ մեր ժամանակներում մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ մարդուն լռեցնել անհնար է։ Մի ժամանակ չհրապարակելով կարող էիր այդ տեղեկությունը
կանգնեցնել իր տարածումը, բայց այսօր անհնար է, որովհետև ինտերնետ հարթակը գոյություն ունի, որով արդեն մարդիկ իրենց կարծիքները, իրենց վարկածները Շատ լավ։ Գիտնականները այսօր փորձում են կեղծ տեղեկատվությունների, կեղծ մեթոդների միջոցով մեզ տրամադրել կեղծիքը։ Ինչու են ապա մարդիկ հավատում այս էվոլյուցիոն տեսությանը, սովորական հասարակ մարդիկ։ Մարդիկ հավատում են, քանի որ իրենց ձեռնտու է այս տարբերակը։ Ինչու՞, քանի որ եթե էվոլյուցիայի արդյունքում է, որ մարդկությունը կա, հետևաբար մենք մի օր մեր ապրած կյանքի համար ինչ-որ մեկի առաջ պատասխան չենք տալու։ Եվ այն մարդը, որ մտածում է իր ամբողջ կյանքի ընթացքում, որ մի օր Աստծո դատաստանի առաջ է կանգնելու, հաստատ վստահ եմ, որ չի կարող հանգիստ խղճով ապրել մեղավոր կյանք։ Ամեն անգամ, երբ որ նա մեղքի հետևից գնա, իր սիրտը, իր խիղճը իրեն անհանգիստ է անելու, որ դու մի օր Աստծո առաջ պատասխան ես տալու։ Իսկ հավատալ ուղղակի այս ամենին նշանակում է հանգիստ խղճով ապրել եւ դառնալ այսօր մեզ շրջապատող կենդանիներից մեկի նման կենդանի, ով անմեղսունակ է, իր արարքների համար պատասխանատվություն չի կրում։ Ինչպես հասկանանք, ինչին հավատանք, ինչին ոչ։ Շատ կարևոր է, որ այսօր հասարակության մեջ ձևավորվի քննադատական մտածողություն։ Տեսեք, մի ժամանակ, երբ որ մեդիան կառավարվում էր մի տեղից, մարդիկ մի կերպ էին մտածում բոլորը։ Այսինքն սովետական միության ժամանակ, չէ, վերահսկողություն կար շատ խիստ։ Նույնիսկ եթե ֆիլմ էր նկարահանվում, Հայաստանում կարող էր ֆիլմը նկարահանվել, այդքան աշխատանք տարվեր, ուղարկեին Մոսկվա, այնտեղ ֆիլմը նայեն, ասեին սովետական միության սկզբունքներին հակասող բաներ կա մեջը, եւ մի 2-3 կադրի համար անգամ թույլ չտային ամբողջ ֆիլմը, որ ցուցադրվեր։ Այսինքն հատուկ կառավարում գոյություն ուներ։ Եվ հիմա չկա այդ հատուկ կառավարումը, երբ որ մտնես համացանց, այնտեղ դու տարբեր բազմազան նյութեր ես տեսնում եւ այնքան հակասող գաղափարներ կան իրար եւ դրա համար շատ կարեւոր է որ մեր մոտ ձևավորվի քննադատական մտածողություն, որպեսզի կարողանանք մենք առողջ ինֆորմացիան զատել, զանազանել եւ նաեւ շատ կարեւոր է որ մենք ունենանք հավատք, որովհետեւ այն ինչը որ մարդը կարող է հավատքով տեսնել, ցավոք սրտի մարդկային աչքերը անկարող են տեսնել։ Շատ լավ, ինչ վտանգների առջև է կանգնեցնում մարդկությանը էվոլյուցիոն տեսությունը։ Քաոսի առաջ։ Տեսեք, այսօր ձևավորվել է մի գաղափարախոսություն, որը ունի իր անվանումը պոստմոդեռնիզմ, որը ասում է, որ բացարձակ ճշմարտություն գոյություն չունի։ Եվ այս գաղափարախոսությունը երբ զարգացավ, երբ որ մարդիկ սկսեցին ոչ թե հավատալ Աստծուն, այլ էվոլյուցիային։ Եվ իրենք ինչ են ասում, տեսնում են գիտությունը, որը անընդհատ փոփոխության է ենթարկվում, մենք անցած հաղորդման շրջանակներում խոսեցինք, չէ, դրա մասին, որ չենք կարող վստահել գիտությանը, որովհետև կարող է 10 տարի, 20 տարի հետո նոր բան բացահայտվի ու դու տեսնես այն հին բանին, որ այդքան ժամանակ հավատացել ես, կեղծիք էր։ Եվ մարդիկ տեսնելով սա, որ անընդհատ փոփոխվում է գիտությունը, ձևավորել են այսպիսի գաղափարախոսություն, որ ընդհանուր բացարձակ ճշմարտություն գոյություն չունի։ Եվ ամեն մարդ ունի իր համար իր ճիշտ ճանապարհը կյանքի։ Եվ ինչպես որ կուզի, կապրի։ Դրա համար, երբ որ մեկի հետ խոսում ես ու իրեն անգամ իր վատ վարքը գծի համար
կարող ես հանդիմանել, խրատել, փորձես որ մարդուն ճիշտ ճանապարհի վրա կանգնեցնես, նա ասում է դու այդպես ես կարծում, շատ լավ է, գնա, այդպես ապրի։ Իմ համար ճիշտ կյանքը սա է։ Դու ունես քո ճիշտը, ես ունեմ իմը։ Եվ գիտեք, այս գաղափարախոսությունը մեզ տանում է քաոսի, որովհետև եթե սա շարունակական լինի, տեսեք, ինքը ազգակործան է։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր բարոյական արժեքները, օրինակ ինձ համար կարող է մարդասպանությունը վատ բան լինել, քեզ համար լավ բան լինել, կարող է մի մարդու համար համասեռամոլությունը լավ բան լինել, մեկ այլ մարդու համար վատ բան լինել, հետևաբար չկա չափանիշ, որով մենք կարող ենք սա չափել ու տարանջատել, ամեն մեկը ունի իր ճիշտը և ես կարող եմ գալ, քո երեխայի ապրուստը քեզանից գողանա, դա քեզ համար սխալ է, ինձ համար ճիշտ է։ Այսինքն, եթե չկա ընդհանուր ճշմարտություն, չափանիշ, որով մենք չափում ենք, որն է ճիշտ, որը սխալ, նշանակում է ամեն բան գնում է դեպի կործանման։ Դրա համար մենք գիտենք, որ կա բացարձակ ճշմարտություն, և դա Աստված է և Աստծո դրած օրենքներն են։ Հետևաբար Աստծո դրած օրենքները մարդուն կարգ ու կանոնի են բերում և կարգ ու կանոնի մեջ են պահում և այն երկիրները, որոնք հետևել են աստվածաշնչյան սկզբունքներին, բոլորը զարգացել են, իրենց ժամանակներում ունեցել են զարգացումներ, բայց երբ որ դուրս ես գալիս այդ ընդհանուր բացարձակ ճշմարտության սահմաններից, նշանակում է յուրաքանչյուր մարդ փողոցի կենդանիներից ոչինչով չի տարբերվում և կարող է իրեն պահել փողոցի կենդանիների պես և դրա համար է, չէ, որ այսօր հատուկ խմբեր կան, կվադրոբեռներ, չէ, ինչքան տարածված է, որ պատանեկան տարիքում, երբ որ երեխան այսպիսի գաղափարախոսությունով է մեծանում, երբ որ դու դպրոցում իրեն սովորեցնում ես, որ ինքը կապիկից է առաջացել, ինչու ես նեղանում, երբ որ ինքը իրեն կապիկի պես է պահում։ Տեսեք, մենք ստեղծում ենք մի համակարգ, հետո նեղանում ենք այդ համակարգի թողած հետևանքներից և էվոլյուցիան մարդուն ցածրարժեք բան է դարձնում, իսկ երբ որ դու հավատում ես, որ Աստված է ստեղծել այս ամեն ինչը և մարդը Աստծո ստեղծագործությունն է, մենք տեսնում ենք, որ երկրագնդի վրա ամենաբարձրագույն էակը մարդն է, որովհետև Աստված ամեն ինչ ստեղծեց և մարդու իշխանության տակ դրեց, որպեսզի մարդը իշխի և նույնիսկ Ադամը անվանեց, չէ, կենդանիներին իրենց անուններով։ Այսինքն մենք այս ամեն ինչը տեսնում ենք, որ երբ որ դու հավատում ես, որ Աստված է ստեղծել, մարդու արժեքը բարձրանում է։ Երբ որ դու հավատում ես, որ այս ամենը էվոլյուցիայի արդյունք է, նշանակում է մենք յուրաքանչյուր կենդանիից ոչինչով չենք տարբերվում, ընդամենը նրանով, որ մի քիչ ավել ենք զարգացել։ Կարող ենք եզրակացնել, որ բարոյական օրենքները ուղեկցել են մարդկությանը նրանց երկրի վրա լինելու ողջ ընթացքում։ Օրինակ շատերը հարձակվում են Աստվածաշնչի վրա հետևյալ կերպ ասելով, որ օրենքները, երբ որ Մովսեսին տրվեցին, մինչև այդ ոչ միտեղ չեք տեսնում օրենքներ։ Միայն դրանից հետո եք տեսնում տասնաբանյան այդ բարոյական օրենքները, բայց պատմությանը հետևելով մենք տեսնում ենք, որ մինչև Մովսեսական օրենքը լինելը եղել են Համուրաբիի օրենսգրության այդ գիրքը, հա, այդ օրենքները եւ մարդիկ եղել են ավելի քաղաքակիրթ եւ ունեցել են բարոյական օրենքներ, այլ ոչ թե եղել են անկիրթ կապիկներ, ովքեր ծառերի վրա դատարկաբանությամբ են զբաղվել։ Իրականում, եթե մենք այսպես նայենք, տեսեք, Աստծո խոսքը Հռոմեացիների նամակի մեջ ասում է, որ ամեն մարդու սրտի խղճի մեջ կա այդ Աստծո օրենքը։ Այսինքն մարդուն պետք չի ասես, որ գողությունը վատ բան է, որ ինքը հասկանա դա, կամ մարդասպանությունը վատ բան է, որ ինքը դա հասկանա։ Մարդու մեջ արդեն իսկ Աստծո կողմից այդ օրենքը դրված է,
բայց այսօր աշխարհը փորձում է հնարավորինս այն խեղաթյուրել մարդու մեջ։ Շատ լավ, անցնենք մեր մյուս հարցին։ Եկեք խոսանք էվոլյուցիայի տեսության բաց կողմերի մասին։ Էվոլյուցիայի տեսությունը ունի բաց կողմեր, որ օրինակ մենք տեսնում ենք, որ բոլոր փորձարկումները չեն, որ նույն բջջի զարգացումն են ունենում, այլ երբեմն այդ զարգացումը մտնում է փակուղի եւ այլևս չի զարգանում։ Եվ շատ դեպքերում տեսնում ենք, որ նաեւ տեղի են ունենում մուտացիաներ, որոնք անկանխատեսելի են։ Հետևաբար իրենք չեն կարող ասել, որ սա եղել է սրա արդյունքում, որովհետեւ այդ մուտացիաները չես կարող երբեք հաշվարկել։ Այդ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում զարգացման մեջ։ Դրանից բացի տեսեք իրենք ինչ բացատրություններ են փորձում տալ։ Օրինակ, եթե մի փոքր տեղյակ եք, իմանաք, որ գոյություն ունի էվոլյուցիոն ծառ, թե ինչպես է այդ ամեն ինչ արմատից ոնց որ զարգացել, եւ օրինակ թռչունների մեջ տեսնենք մեղվին, չէ, եւ մյուս թռչուններին, իրենց թևերը տարբեր կառուցվածք ունեն։ Երբ որ համեմատում են էվոլյուցիայի մեջ, տեսնում են, որ տարբեր զարգացումներ են, թևերի տեսակները շատ տարբերվում են իրարից, իրենք ինչ են ասում, ասում են, ուրեմն մեղուները նույն թռչունների դասին չեն պատկանում, իրենք են ավելի խորքում են, ավելի հին պայմանների մեջ արդեն առանձնացել են թռչունների տեսակից, այսինքն փորձում են տրամաբանական բացատրություններ տան, այլ ոչ թե ներկայացնել փաստեր ու ապացույցներ։ Հիմնականում նաև խոսեցինք ֆիզիկայի օրենքների մասին, մի քանի օրենքների, որ մեզ համար շատ լուրջ հիմք կարող են հանդիսանալ, նաև մի օրինակ կարող եմ բերել Կենթ Խովենդը, ով ապոլոգետ է, նա գիտնական է, այսպիսի մի հետաքրքիր գաղափար է արտահայտել, ասում է, այստեղ նստած մարդկանցից ով է հավատում, որ արքայադուստրը կամ ինքը կարող է գործին համբուրել եւ այդ գործը դառնա արքայազն։ Եվ բոլորը ծիծաղում են եւ ասում են, որ չենք հավատում նման բանի, ասում է իրականում էվոլյուցիոն տեսությունը նույնն է ասում, ուղղակի ժամանակը մի քիչ երկար։ Այսինքն եթե մենք նայենք էվոլյուցիոն տեսությանը, ինքը ինչ է ասում, որ գորտը, չէ, սկզբում ջրային կենդանիներ են, երկկենցաղ դարձան, գորտ, չէ, ջրից դուրս եկան։ Այո, հետո այլ տեսակներ, վերջին հաշվով, եթե հավատանք մենք այդ տեսությանը, մեր նախնիները երկկենցաղներ են։ Շատ դիպուկ օրինակ է։ Այո, շատ հետաքրքիր է, եթե քեզ համար մեկ վայրկյանում, երբ որ գորտը դառնում է մարդ, դա հեքիաթ է, բայց երբ որ դա եղել է օրինակ հազարավոր կամ միլիոնավոր տարիների ընթացքում, դա հեքիաթ չի, իրականություն է։ Շատ լավ, կանք մեր մյուս հարցին։ Մենք խոսացինք քրիստոնեության վերաբերյալ եւ անգամ մի քանի աստվածաշնչյան մեջբերումներ կատարեցինք, ցույց տալու համար, որ բարոյականության մասին խոսալուց, որ Աստված յուրաքանչյուր մարդի սրտին է դրել բարոյականության օրենքը եւ Աստված արդեն իսկ դրել է, հա, կարելի ասել մարդկային հասարակության մեջ այդ բարձրագույն օրենքը, որ բոլոր մարդկային ռասաները, բոլոր մայրցամաքները, բոլոր տեղերում ենթարկվում են այդ բարոյական օրենքներին։ Եվ գալով քրիստոնեության դաշտ, ինչպես է այսօր քրիստոնեությունը պատասխանում էվոլյուցիոն տեսությանը։ Կան մի քանի գաղափարներ այս ամենի շուրջ եւ դրանցից մեկը, որ ավելի լիբերալ մոտեցումն է, որը մենք չենք ընդունում, դա այն է, որ բացատրում են այսպես, որ Աստված էվոլյուցիայի միջոցով ստեղծեց ամեն բան եւ ասում են այդ օրերը, որ թվարկվում է Աստվածաշնչում, դրանք օրեր չեն, այլ հազարավոր տարիներ կամ միլիոնավոր տարիներ են եղել եւ այդպես Աստված ստեղծել է ամեն բան։
բայց այս ամենը հակասում է Աստծո խոսքին եւ մենք քանի որ հավատում ենք Աստվածաշնչին, մենք չենք կարող նման գաղափար ընդունել։ Մենք հավատում ենք այսպես, որ Աստված, քանի որ ամենատես եւ ամենագետ է, նա գիտի ժամանակներից առաջ եւ ժամանակներից հետո ինչ պիտի լինի, որովհետեւ եկեք հասկանանք, որ դա մենք ենք, որ ապրում ենք ժամանակային գոտու մեջ։ Եթե մեր առեգակնային համակարգից դուրս գանք, չկա ժամանակի գոտի։ Եվ Աստված այդ ամեն ինչից դուրս է ապրում եւ ինքը ստեղծել է մի բնություն, ստեղծել է այնպես մոլորակը, որ կարիք չլինի անընդհատ այդ ամենի մեջ միջամտելու, այլ տեսակները կարողանան հարմարվել բնակլիմայական պայմաններին, բայց տեսնում ենք, որ բոլոր դեպքերում չի այդպես լինում։ Այսօր կան, չէ, Կարմիր գրքում վերացող տեսակներ եւ բազմաթիվ տեսակներ էլ արդեն վերացել են։ Այս ամեն ինչը նրա վկայությունն է, որ ամեն բան գնում է դեպի քաոս, գնում է դեպի ոչնչացում, եւ եթե Աստված չմիջամտի, մարդկությունը ուղղակի կոչնչացնի ամեն բան։ Շատ լավ, եւ կանք մեր վերջի հարցին, կամ կարելի է սա ոչ թե հարց կոչել, այլ հորդոր բոլոր նրանց, ովքեր լսում են մեզ այսօր եւ ովքեր իրենց ուղեղները լցնում են էվոլյուցիան, տեսության գաղափարներով, հետևում են տարբեր աթեիստ հեղինակների, գիտնականների, ովքեր ամեն կերպ փորձում են արժեզրկել Աստծուց այդ ամենամեծ տիտղոսներից մեկը, որ նա արարիչ է, որ նա է ամեն բան ստեղծել, ինչ կասենք մենք այսօր նրանց։ Տեսեք, հիմնական այն մարդիկ, ովքեր որ պայքարում են Աստծո արարիչ լինելու դեմ, որ Աստված գոյություն ունի եւ Աստված է ստեղծել այս ամենը, ոչ թե այդ մարդիկ չեն հավատում Աստծուն, այլ այդ մարդիկ նեղացած են Աստծուց։ Տեսեք, ինչպես որ օրինակ Դարվինը, չէ, երբ որ նրա աղջիկը մահացել էր, այս ցավը նրա գաղափարները փոխել էր Աստծո մասին։ Դրա համար մեծ հաշվով այդպես մտածող մարդկանց մեծամասնությունը ոչ թե հավատում է, որ Աստված չկա, այլ ուղղակի վիրավորված է Աստծուց։ Քանի որ իր շրջապատում տեղի ունեցող ինչ-որ իրադարձությունների չի կարողանում բացատրություն տալ, ամենալավ տարբերակը սա է ուղղակի մերժել, որ գոյություն ունի այդ բարին Աստված։ Եվ դրա համար հորդորս բոլորին այն է, որ հասկանանք, թե մենք Աստծո դեմ չարանալով ինչ ենք ձեռք բերում եւ ինչ ենք կորցնում։ Եվ երբ որ դու չարանում ես արարիչ Աստծո դեմ, ով ողորմած Աստված է, եւ այդ ողորմությունը նա ոչ թե ուղակի խոսքերով մեզ փոխանցեց, այլ իր գործնական քայլով ցույց տվեց, որովհետեւ եթե մենք մի պահ ուզում ենք կասկածենք, որ Աստված բարի է, եկեք նայենք այն մեծ գործին, թե Աստված ինչ արեց մարդու փրկության համար։ Մեզանից ոչ ոք իր զավակին չի սպանի իր ընկերոջ համար, որ իր ընկերոջը փրկի։ Մենք ընդունակ չենք նման քայլի, բայց Աստված իր որդուն զոհաբերեց, որպեսզի մեզ հավիտենական կյանք տա, որպեսզի մեզ փրկի հավիտենական տանջանքից։ Եվ այսպիսի սեր ունեցող Աստված չի կարող չար տրամադրվածություն ունենալ մարդկության հանդեպ, այլ Մատթեոս Հովանու 3:16-ի մեջ չէ, ասում Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ այսպիսի Աստված, ով սիրում է մարդկությանը, նա չի ցանկանում, որ մենք տառապենք, այլ մեզ ուզում է այս տառապանքից փրկի, որի պատճառը եղել է հենց մեր մեղքը։ Երբ որ Հռոմեացիս թղթի մեջ կարդում ենք, անհավատությունը գրգռում է Աստծո բարկությունը եւ հենց առաջի գլխում ներկայացնում է, ասում է
անեղծ Աստծուն փոխարինեցին եղծանելի բաների հետ եւ ասում է դրա համար է որ Աստված մատնեց իրենց անարգ կիրքերի եւ դրա արդյունքում մարդասպանությունը եղավ, անառակությունը, համասեռամոլությունը, հայոյությունները եւ այսպես շարունակ։ Եթե մենք ուզում ենք այս տառապանքից ազատվենք, մենք պետք է դիմենք Աստծուն եւ ոչ թե չարանանք նրա դեմ, փորձենք պայքարենք, այլ ավելի մոտենանք նրան եւ այդպես մենք շատ հարցերի պատասխան ավելի լավ կստանանք եւ դա մեր կյանքում ավելի մեզ կօգնի։ Ակամայից հիշեցի մի հավատացյալ անձնավորության խոսքը ուղղված աթեիստին, ով փորձում էր համոզել այս հավատացյալին, որ Աստված գոյություն չունի եւ հավատացյալի կողմից այս պատասխանն է հնչում ընդդեմ նրա, ասելով, որ եթե Աստված գոյություն չունի ու ես իմ ամբողջ կյանքը նրան եմ հավատացել, ապա մահից հետո, եթե ոչ մի բան գոյություն չունի, ոչ մեկ չի գալու իմ վերնաշապիկից ձգի ու ասի դու հիմար էիր ու ամբողջ կյանքդ անիմաստ վատնեցիր։ Բայց եթե իրականում Աստված գոյություն ունի ու այս ժամանակավոր կյանքից հետո կա հավիտենական կյանք, եւ ինչպես մենք նշեցինք, որ ֆիզիկայի շատ օրենքներ խոսում են դրա մասին, որ ամեն բան գնում է դեպի իր վաղճանին, եւ մենք էլ ենք տեսնում, որ մենք մարդիկս մահկանացու ենք եւ մի օր մեր կյանքը պետք է ավարտվի այստեղ, եւ եթե այս կյանքից հետո իսկապես կա կյանք ու գոյություն ունի Աստված, ապա նրանք, ովքեր որ այս ժամանակավոր կյանքի ընթացքում մերժում են Աստծո գոյությունը, վստահ են, որ շատ են զղջալու, սակայն այլևս ուշ է լինելու։ Սիրելիներ, այսքանով ավարտվեց մեր հաղորդումը, մենք շնորհակալ ենք ձեզանից, Ռուստամ եղբայր, որ հյուրընկալվեցիք մեզ եւ օգնեցիք շատ հարցերի պատասխաններ գտնել։ Սիրելիներ, մեր հաղորդումը այսքանն էր, հուսով եմ, որ ձեզանից շատերը պատասխաններ գտան եւ շատ օգտակար եղավ այս հաղորդումը շատերիդ համար։ Եթե ձեզանից յուրաքանչյուրը ունեն հարցեր կամ իրենց հուզող թեմաներ, դուք կարող եք գրել մեր Telegram-յան ալիքին կամ YouTube-յան ալիքին եւ համոզված կլինեք, որ այս հաղորդումներից մեկի ժամանակ էլ կպատասխանենք ձեզ հուզող թեմաներին կամ հարցերին։ Աստված օրհնի ձեզ։